Քաղաքամայր Երևանի այս թաղամասը ունի հարուստ պատմություն, հին ավանդույթներ, որոնք հետաքրքրում, հիացնում, հուզում են, ներկայանալով հնի ու նորի համադրությամբ։ Բաց երկնքի տակ նորքն է։ Մայրաքաղաք Երևանի կենտրոնական հատվածից հյուսիս-արևելյան ուղղությամբ 476 հեկտար տարածքով սահմանակից լինելով Էրեբունի, Կենտրոն և Նոր վարչական շրջաններին ծավալվում է Նորք Մարաշ վարչական շրջանը, այստեղ էլ պահպանվել է հին Երևանի Նորք թաղամասը։ Մենք գտնվում ենք պատմական Նորքի կենտրոնական հրապարակում, որը կոչվում է Չինարի ծառ։ Ձևավորվել է որպես հրապարակ 13-րդ դարում, երբ որ հիմնվել է Նորքը։ Այս հրապարակում գտնվել է Սուրբ Սիմոն Ծերունի եկեղեցին, որը կառուցված է եղել 13-րդ դարում, եւ կենտրոնում տնկված է եղել մի հսկա Չինարի ծառ, որը դարերով եկեղեցու հետ գոյատևել են։ 19-րդ դարում կառուցված է այս շենքերը, որոնք ձևավորել են վերջնական հրապարակը եւ ծխական դպրոցի շենքը։ Առաջի ծխական դպրոցը Նորքում բացվել է 1860 թվականին քահանա Պողոս Տեր-Ավետիսյանի շնորհիվ եւ Նորքի համայնքի։ Առաջի դպրոցը եղել է կից Սիմոն Ծերունի եկեղեցուն, իսկ 1870 թվականին նաև բացվել է իգական դպրոցը։ Եղել է սկզբում միամյա, հետո դարձել է երկուամյա, հետո երբ որ կառուցվել է դպրոցի շենքը, մեծահարուստ Մեսրոպյանը կառուցել է իր կնոջ հիշատակին եւ կոչվել է իգական դպրոց Սուրբ Շողակաթ։ Հետագայում արական դպրոցն էլ է միացել այս դպրոցում եւ 19-րդ դարի վերջում եղել է բավական լավ կրթական օջախ։ Երևանի 4 ծխական դպրոցներից մեկը սա է եղել։ Հին Նորքը Երևանի հնագույն թաղամասերից մեկն է եւ կրում է իր մեջ հին պատմական Երևանի պատմամշակութային հուշարձաններից շատերը պահել, պահպանել եւ հասցրել է մինչեւ մեր օրերը։ Նորքը Հին Նորքի պատմական անունն է։ Այն հիշատակվել է առաջի անգամ 1292 թվականին այստեղ արտագրված մի ձեռագրի հիշատակարանում։ Նորքում պահպանվել են շատ հնավայրեր, որոնցից ամենանշանավորները նրա եկեղեցիներն են։ Եկեղեցիներից ուշագրավ է եղել Սուրբ Սիմեոն եկեղեցին, որից մասունքներ պահպանվել են այժմ մեր մոտ գտնվող այս փոքր հատվածը, եւ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը չի պահպանվել։ Սուրբ Ստեփանոս եկեղեցին ըստ ուսումնասիրողների հիշատակվել է եւ հիմնադրվել է 13-րդ դարում։ Սուրբ Սիմեոն եկեղեցին հիշատակվում է ձեռագրերի հիշատակարանում 1652 թվականից։ Սուրբ Սիմեոն Ծերունի եկեղեցին հիշատակվում է նաև դպրոցների, դպրոցական գործի նախաձեռնությունների շրջանակներում։ Նորքում պահպանված մյուս հնավայրը Սուրբ Ստեփանոս խաչքարն է, որը ըստ ուսումնասիրողների ավելի շուտ Սուրբ Ստեփանոս եկեղեցու անունն է պահպանել իր վրա։ Խաչքարը կերտվել է 1551 թվականին եւ նվիրված է Ոմակ խանանին։ Արձանագրությունը կարդացել են Կարո Ղաֆադայանը եւ Արսեն Հարությունյանը։ Խաչքարը հիմա բավական լավ պահպանված է ներսում, քիվին ունի արձանագրություն եւ թվագրությունը 1551 թվական ամենալավ պահպանված հնություններից մեկն է։ Նորք թաղամասին ամենայն մանրամասնությամբ անդրադառնում են պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատողներ Աշխեն Ջուլֆալակյանն ու Արմեն Ասատրյանը հուշարձան գիտական հանդեսում ներկայացված ծավալուն հոդվածում։ Նորքը բազմիցս է ենթարկվել թուրք-պարսկական ավերիչ ասպատակումներին, առանձնապես ծանր հետևանքներ է ունեցել 1604 թվականին Պարսից Շահ Աբբաս առաջինի կողմից կազմակերպած բռնագաղթը։ Հնագույն Նորքը այդ դեպքերից հետո դատարկվել է իր բնիկ բնակիչներից, իսկ հետո վերաբնակեցվել է Նախիջևանի Նորզ գյուղից գաղթած հայ բնակչությամբ, որոնք եղել են բրուտ արհեստավորներ։ 1679 թվականի հունիսի 4-ի ավերիչ երկրաշարժը նույնպես մեծ
վնասներ է հասցրել նորքին։ Բնակելի շինությունների հետ միասին կործանվել են նաև եկեղեցիները, ոչնչացել շատ վիմագիր արձանագրություններ։ Իսկ այս երբեմնի ծաղկում բնակավայրը դեռևս 13-րդ դարում գրչության հայտնի կենտրոն է եղել։ Սուրբ Ստեփանոս եկեղեցում գործել է գրչության դպրոց, ուր գրչագրվել են բազմաթիվ ձեռագրեր։ Այս տները պատմական տներ են, որոնց առաջի տերերը որոշ չափով հայտնի են։ Օրինակ այս տունը եղել է գործարար Եսայանների տունը, որը մինչև 20 թիվը ապրել այստեղ, իսկ 20 թվին երբ բոլշևիկները եկել են, իրեն վռնդել են տնից ու այս ամբողջ համալիրը դարել է որբանոց։ Մյուս տունը, դպրոցի դիմացը, եղել է Դարբին Սերոբ Ստեփանյանի տունը։ Սերոբ Ստեփանյանը Նախճիվանից է գաղթել իր կնոջ հետ, որբանոցում են մեծացել, բայց Երևան գալով ուզեցել է Նորքում ապրել։ Շատ զարգացած եւ կրթված մարդ եղել, բացի նրանից, որ հմուտ Դարբին ա եղել ու մի քանի դարբնոց ա ունեցել քաղաքի կենտրոնում, նա իր ընտանիքի ուժերով դիմացի դպրոցի շենքում ներկայացումներ ա կազմակերպել եւ նաեւ պրոֆեսիոնալ դերասանական խմբեր ա հրավիրել, որպեսզի նորքեցիները կարողանան թատերական ներկայացումներ նայել։ Հիմա գնանք առաջ ամենահին տունը, որը 1852 թվականին է կառուցվել։ 30-ական թվականներին այս տունը գնել է Սիլաչիի հայտնի ժամագործ Սուրեն Մանուկյանը, բայց տունը կառուցվել է 1852 թվականին եւ իրենց տնեցիների ասելով գնել են Մանթաշովներից։ Տունը Իրանից ներկայացնում է քաղաքային ճարտարապետության մոտիվներ, չնայած կառուցված է տեղական քարից, բայց էլեմենտները, ճակատի պատուհանները, տակի մառանները ունեն քաղաքային ճարտարապետության էլեմենտներ, որ եւս մի շենք ունենք, կառույց ունենք Նորքում այս էլեմենտներով, իսկ մնացածը շատ բնորոշ հենց Նորքի ճարտարապետության կառույցներ են։ Բոլոր ավանդական Նորքի տներում առաջի հարկում մառաններն են, երկրորդ հարկում բնակելի տունը։ Մառանները անգամ երևում են, օգտագործում են, պահպանել են։ Չեն օգտագործում, որովհետև դրա կարիքը չունեն։ Ժամանակին, որ նորքեցիները ունեցել են մեծ այգիներ, խաղողի եւ պատրաստել են գինի, այս մառանները որպես շտեմարան են օգտագործել ամբողջ ընտանիքի սնունդը պահպանվել այստեղ, այն ժամանակ իմաստ ունեցել է պահել մառանները։ Իսկ հետո արդեն ընտանիքները փոքրացել են, շատերը գնացել են եւ իմաստը կորել է։ Բայց ընտանիքներ կան, մենք այսօր կայցելել ենք, որտեղ պահպանվել է այդ ավանդույթը։ Մենք գտնվում ենք Գևորգյաններեն ստանը։ Այս տան մառանը առաջին մառանն է կառուցված Նորքում, թվագրված է 1863 թվով։ Գևորգը լինելով հմուտ վարպետ, որմնադիր, մի գեղեցիկ մառան է արել, որը հետագայում դառել է մնացած մառանների նախատիպը։ Եվ արկած կա, որ կողքի մառանները, որտեղ մենք դեռ կայցել ենք, նորից նա է պատրաստել, որտեղ բոլորը նույն ոճի, նույն ձեռքով կառուցված մառաններ են։ Այս տունը իրենից ներկայացնում է ժողովրդական ճարտարապետության բացառիկ նմուշ, որը պահպանվել է հիանալի ձևով մինչև մեր օրերը։ Այս տանը երրորդ սերունդն է ապրում Գևորգի եւ շնորհիվ նրանց տունը շատ լավ պահպանվել է։ Նրանք իրենց ձեռքով խնամում են, վերակառուցում են, վերանորոգում են տունը։ Տունը ավանդական ճարտարապետության նմուշ է։ Առաջի մասում գտնվում են մառանները, իսկ վերևի մասը շարունակել են Գևորգի որդին Հովհաննեսը, կառուցած է 1889 թվականին։ Շենքը վերակառուցվել է
1866 թվին առաջի հարկը, 1885 թվին երկրորդ հարկը, որը արձանագրությունը կա աստիճանների վրա, հիմնադրել են 3 եղբայրները, Ազարը, Փիլիպոսը եւ Կարապետը։ Ունեցել է հնձան, տրորել են իրանց այգիներից բերած այդ խաղողը, հնձան, որ շիրեն խաղողի սոկը լցվել է ստեղից արդեն լցրել են կարասները, այս կարասները 1800-ական թվականների կարասներ են։ Դարել է գինի, հետագայում մի մասը վաճառել են, մի մասը խմել են։ Այստեղ կան բաներ, որ հենց 1800-ական թվականներից են։ Օրինակ Զաքարն, Մանգերն, Կշերքն, Կանուտակարն, որ 100 տարուց ավել է։ Մերոնք եղել են նաև կաշեգործներ, Ազարյան եղբայրներ, այս 3 եղբայրը, ովքեր որ կառուցել են այս տունը, վերակառուցել են։ Այն ժամանակ հիմնականում, քանի որ ամբողջ Երևան քաղաքի, այնպես Հայաստանի մի 70-80%-ը կաշեգործների նորքեցիներ են, այստեղ գրված է, ոնց է եղել եւ ինչ է եղել։ Եղել է փետրվարի 14-ին նորքեցիների եւ ընդհանրապես կաշեգործների տոնախմբությունը։ Այսինքն այդ ժամանակ աշակերտը դարել է վարպետ, վարպետի կողմից այստեղ նշված է մի ապտակ ստանալով ուստա Սիլասիա կոչվել, դա այդ ապտակը ստանալով նա հաջորդ օրվանից արդեն վարպետի կողքը, վարպետի իրավունքով շարունակել է իր գործը։ Այստեղ նշված է, որ 1890-ականներին եղել են 4 այդպես խոշոր խմբեր, որից ամենախոշորը դա եղել է Ազարյանց մերոնք, Ազարյանց եղբայրները, որոնք ունեցել են 30,000 այն ժամանակվա ռուբլի դրամագլուխ բանկում որպես վաճառականներ։ Այդ 3 եղբայրները իրենց գործունեությունն արել են։ Հետագայում սովետը հեղափոխությունից հետո ժողովրդի մեջ ընդունված ասում կուլակաթափ են արել։ Մնացել է մի փոքր ինչ-որ արհեստանոցի պես տեղ, որտեղ մի թեթև ինչ-որ կաշեն մշակ է։ Իմ երազանքը եղել է, որ սա հենց այնպես չգնա կորի։ Չգիտեմ, երևի սերն է, որ անընդհատ կարողացել եմ սենց պահեմ հիշողությունները, պատմությունները լսելով իմ տատուց, հորից։ «1930 թվականին, երբ որ Սուրբ Սիմոն Ծերունի եկեղեցին քանդվել է հակակրոնական կամպանիայի շրջանակում, ոչ մի բան չի պահպանվել, բացի հետագայում կից տեսել են, որ պահպանվել է եկեղեցու մառանը։ Շատ հետաքրքիր առանձնահատկություն կա այդ մառանում, որ գմբեթի վերևը կա խաչի նշան։ Այդպիսի նշան ոչ մի այլ մառաններում մենք չենք հանդիպի։ Սիմոն Ծերունի եկեղեցի քանդելուց մի շքամուտքը նորքեցիները ցել են փախցնել եւ ամրացրել են Դիլանյանների տան պատին, իսկ մնացած քարերից կառուցել են Նորքի Սունդոկյանի անվան դպրոցը։ Միջին դարերում Նորքը եղել է բրուտագործության կենտրոններից մեկը։ Բայց ժամանակի ընթացքում պահանջարկը վերանալուց հետո փակվել է։ Այսօր Նորքում ունենք մի օջախ, որտեղ երիտասարդ եղբայրներ Սարգսյանները վերակառուցում են հին ավանդույթները եւ մի փոքր այսպիսի կավագործական արվեստանոց ունեն, որտեղ ներկայացնում են իրենց ստեղծած աշխատանքները ազգային ոճով։ Տունը, որտեղ գտնվում ենք, հայտնի է որպես Պողոսյանների տուն։ Ամուսինը Վարդգես Պողոսյանը եղել է դպրոցի Նորքի նորակառույց դպրոցի տնօրեն, իսկ կինը
Արուս Պողոսյանը եղել է մանկապարտեզի տնօրենը։ Տունը հայտնի է նաև նրանով, որ ինքը նախկին տան օրինակ լինելով վերակառուցվել է, նորացվել, բայց նաև դարձել է շատ օգտագործելի եւ այսօր կիրառվում է որպես ազգային ավանդույթները, սովորությունները, ազգային տոները գեղեցիկ եւ գունեղ ներկայացնելու մի վայր, որը այսօր Մամիկ կազմակերպությունը շատ գեղեցիկ, շատ լավ իրականացնում է։ Տունը ունի նաև շատ լավ պահպանված մառան, որը նույնպես ավանդական կառույց է եւ ավանդական ձևով էլ նախնական պահպանվածություն ունի ու շատ հետաքրքիր ձևով կիրառվում է էլի տոների արարողությունների ընթացքում։ Մենք գտնվում ենք Սարգսյանների օջախում։ Սարգսյանները հին նորքեցիներ են, որոնք զբաղվել են դարբնությամբ, պահպանել են իրենց պապերի զնդանները, բայց ինչպես բոլոր նորքեցիները ավանդությամբ նաև ունեցել են գինու արտադրություն, այգիներ եւ այլն։ Երբ որ 30-ական թվականներին իրենց այգիները կոլտնտեսության են վերածել, իրանք ստիպված են եղել այս խաղողի վազերը բերել իրենց հողամասում այստեղ ստանալ խաղողի բերքը։ Մինչև 4 տոննա խաղող են ստացել այս ընտանիքում, միշտ պատրաստվել է գինի եւ գինին միշտ անսպառ է եղել։ Մեր ընտանիքը ունի երկու ազգանուն՝ Հարությունյաններ եւ Սարգսյաններ։ Մեր ազգանունը գնացել է պապի հոր անունից, մյուսը պապի անունից։ Մենք Սարգսյաններն ենք։ Սարգսյանները ապրում են այս տանը 100 տարի արդեն։ Դրանից առաջ մենք անհիշելի ժամանակներից ենք Նորքում բնակվում, դեռ հայթայթել ենք այն 1852 թվականը։ Դրանից հետո արդեն ես սկսեմ արխիվներով զբաղվել, տեսնենք թե ինչ կստացվի եւ ուր կհասնենք։ Ունեցել ենք այգիներ, որտեղ մշակել են խաղող, մրգատու ծառեր եւ այլ մրգեր։ Նորքը ճանաչված է եղել իր մրգերով եւ ամբողջ Երևանը ոնց ապահովել է մրգով, գինով եւ այլը, գյուղատնտեսական մթերքներով։ Մեր ընտանիքը բացի այդ դրանցից հորեղբայրս ու հայրս եղել են դարբիններ։ Իրենց արվեստը սովորել են պրոֆեսոր Սեկոյանի պապից, Իգդիրեցի։ Այդտեղից է շարունակվել է դարբնությունը այս ընտանիքում։ Մեր հիմնական նպատակը պահպանել տունը եւ մառանները իրենց բնական տեսքով ինչպես ասելա մեզ ցանկության դեպքում որ ժառանգները եւս ժառանգապար փոխանցվի հասնի իր նպատակին ինչ որ ստեղծված է Նորքից դեպի Գետառի ձոր իջնող ճանապարհի ձախ կողմում հին գերեզմանոցն է։ Պատմական շերտերն այստեղ թվագրվում են մեր թվարկությունից առաջին դարից։ Պահպանված տապանաքարերը դարերի պատմություն ունեն։ Այստեղ է գտնվում Ամիրյան ընտանիքի տոհմական դամբարանը։ Այն գորշ, կարմրավուն սրբատաշքարից կառուցված 4 սյուներով բաց սրահ է։ Պահպանված արձանագրությունը տեղեկացնում է, որ 1875 թվականին Սիմեոն Գևորգ Ամիրյանը կառուցում է այս շիրմատունը
իր, կնոջ Մարիամի եւ սերունդների համար։ Գերեզմանատունը իր բազմաթիվ տապանաքարերով հանդերձ, որը պատմամշակութային հուշարձան է իրենից ներկայացնում, հայտնի չէ լայն հանրությանը, իսկ այն քաղաքի պատմության բովանդակալից էջերից մեկն է՝ հին տապանաքարերով ու գերդաստանների պատմությամբ։ Երևանը խելահեղ թափով զարգանում է, իսկ Նորքը, մայրաքաղաքի հնագույն թաղամասերից մեկը, սերունդների նվիրվածության ու սիրո շնորհիվ քիչ թե շատ կարողացել է պահպանել իր դիմագիծը ու մեր օրեր հասցրել Երևանի միջնադարյան պատմության տարբեր ոլորտներին վերաբերող արժեքավոր հուշարձաններ, ու այսօր առավել քան երբևէ անհրաժեշտություն կա պահպանելու ու սերունդերին փոխանցելու ավանդական ինքնատիպությամբ աչքի ընկնող հնադարյան Երևանի պատմամշակութային առանձնահատկությունները վավերագրող այս թաղամասը։ Բաց երկնքի տակ հին Երևանի նորք թաղամասներ։